Նաև TNFT Digital Space-ում տեղի ունեցավ Cerebrum Intellectus-ի բաց դասը, որի շրջանակում դասընթացավարները հանդիպեցին ոլորտով հետաքրքրվող պատանիներին, ներկայացնելով առաջիկայի 2 ամիսների ընթացքում սպասվող թեմաները։ Cerebrum Intellectus-ի դասընթացի մեկնարկը կտրվի ապրիլի 15-ին։ Դասընթացները նախատեսված են մինչև 17 տարեկան պատանիների համար։ Դասընթացները կվարեն միջազգային փորձ ունեցող առաջատար մասնագետներ։ Արտակ Օրդյանը կիրառական մարքեթինգի և վաճառքի ոլորտներում ունի ավելի քան 15 տարվա փորձ։ Դասավանդել է սոցիոլոգիայի և մարքեթինգի հետազոտություններ Երևանի պետական համալսարանում, մարքեթինգի սկզբունքներ և վաճառքներ Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Այն կրթության ոլորտը, որ շատ հաճախ երեխաներին քառակուսիացնում է և դնում է ստանդարտների մեջ, այս ծրագիրը թույլ է տալիս, որ իրենք ազատ մտածեն, երազեն և դա դարձնեն իրականություն, որը որ այն կրթությունը, որ այստեղ ստանում են, ինք շատ պրակտիկ է, շատ իրական է, շուկային շատ մոտ է և հնարավորություն է տալիս, որ այդ իրենց ազատ երազածը բերենք հարցնենք ինչ-որ կոնկրետ պրոդուկտների և կոնկրետ արդյունքների։ Վիզուալ արտիստ Դիանա Եղիկյանն իր կարիերայի ընթացքում համագործակցել է Disney-ի, Netflix-ի, Roblox-ի և այլ ընկերությունների հետ։ Նա ևս դասավանդելու է Cerebrum Intellectus-ի դասընթացի ընթացքում։ Ես հիմնական աշխատում եմ միջավայրերի հետ, բայց այս դասընթացում մենք սովորել ենք կերպարներ ստեղծել խաղերի ու անիմացիաների համար։ Ու ինչ ենք անելու այս ընթացքում, սկսել ենք 0-ից, քանի որ երեխաների համար է նախատեսված ու բավականին մեծ ազատություն ենք տալու։ Հեռանկարից սկսած մինչև կերպարի ստեղծման բոլոր փուլերը, այսինքն թե ոնց են ստանում կերպարը շեյփերով տարբեր իր հոգեբանությունը, որոնք են չար ու բարի կերպարները, ինչ տիպի գույներ են օգտագործում կերպարներ ստեղծելուց ու վերջում ունենալ ենք արդեն պատրաստի կերպար իր անգամ էմոցիաներով։ Տնտեսագետ Հայաստանի ամերիկյան համալսարանի գործարար կառավարման մագիստրոսական ծրագրի դասախոս Սերգեյ Թանթուշյանը ևս իր փորձն ու գիտելիքը կիսելու է պատանիների հետ։ Այս անգամ, քանի որ փորձ ունեցանք արդեն 4 անգամ աշխատելու երեխաների հետ այս ծրագրի ընթացքում, որոշեցինք, որ իրենց պետք է տալ մի վերջնական արդյունք, այսինքն իրենք որ ստեղծեն իրենց վերջնական արդյունքը եւ 10 արվեստի հետ կապված եւ 10 բիզնեսի հետ կապված դասերի արդյունքում իրենք ստանալու են պրոդուկտ, այսինքն ստանալու են ինչ-որ մի հատ արձանիկ 3D print-ով սարքած կամ մայկայի վրա տպված ինչ-որ մի հատ նկար կամ ինչ-որ մի հատ հերոս, խաղային հերոս, որը որ իրական շարժում կամ իրական արտացոլում է ստանալու։ Հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացան ուսուցիչների հետ, ստացան լրացուցիչ տեղեկություն թեմաների, ժամանակացույցի և դասընթացի նպատակի վերաբերյալ։ Հայտադիմումների վերջնաժամկետը մինչև ապրիլի 14-ն է։ Նշենք, որ տեղերը սահմանափակ են։